Ողջույն ժողովուրդ ջան, կարևոր երևի թե եթերը ինձ համար եւ մի քանի վայրկյան սպասենք մեր ընկերներից հավաքվեն մեր հիմնական հետևորդները, ումոնց առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մշտապես ունկնդիր լինելու եւ երբեմն էլ կիսելու, տարածելու համար։ Եթերը անպայման կտեղադրեմ նաեւ YouTube-ում եւ YouTube-ում էլ խնդրում եմ, որպեսզի ակտիվ լինեք հնարավորինս շնորհակալություն դիտելու եւ տարածելու համար նախապես։ Մի փոքր sense կարող է առաջին հայացքից խառը տեղերից խոսենք, բայց հիմնական գիծը եթերը սկզբից դիտելու պարագայում բոլորին էլ հասկանալի կլինի։ Նախ ես թույլ տվեք շնորհակալություն հայտնեմ ձեզ, երեք որդուս տեսանյութն է տեղադրել ձեր վերաբերմունքի համար եւ դրական գնահատականների, բարեմաղթանքների համար անչափ շնորհակալ եմ, դա վստահ եղեք, որդուս էլ բավականին ոգևորել է, այսօր նստած մեկնաբանություններն է ընթերցել, շատ ոգևորված է, անչափ շնորհակալություն սիրելիներս։ Իհարկե հեսա թեման կփոխենք, բայց այս մասով ես անպայման ուզում եի ձեզ բոլորիդ շնորհակալություն ասել։ Գիտեք, ամենաշատը ես ինձ վրա ինչն էր ազդել, որ դա տարածեցի, որ ոչ մի կերպ չէի կարողացել օգտակար լինել, չէի օգնել, իսկ ինքը մինչև այդ մրցույթը արդեն ոնց հասկացա հաղթել էր, տարբեր փուլերով է եղել եւ մի երկու ստեղծագործություն եղել է, որ դիմել է ինձ, ես մի 20 րոպե հատկացրել եմ ու ինքը այդ տրամաբանությունը հասկացել էր, ոնց է պետք գնալ ու ինքնուրույն էր այս մեկը պատրաստել, համառոտ ստեղծագործություն է, բայց այնուամենայնիվ կարծես ստացվել էր, շնորհակալություն Սևոյան ջան, շատ շնորհակալ եմ հաջողախոսության համար, կարծես ստացվել էր, ինչը ինձ շատ ուրախացրեց եւ փորձեցի կիսել, իսկապես նա տղես ապրում է Հայաստանում ու այն ինչ որ կա իր զգացմունքներն են, ասեմ ավելին դուստրս էլ է այդպեսին, այս մեր շենքի դիմաց այդ շենքը որ կառուցում են ու արդեն Արարատը այդ կողմից չի երևում, դրա վրա իրենք շատ սրտնեղվել են։ Ամեն դեպքում շատ շնորհակալ եմ բոլորիդ եւ անցնենք թերևս մեր բուն խոսակցությանը։ Նախ 2-3 թեմաներ միախառնած կխոսենք։ Ուրեմն նախ ես ուզում եմ դիմել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քաղաքացիներին որն է, լավ քաղաքացիներին, ովքեր շատ սրտնեղվում են, երբ որ բավականին կոպիտ հակադարձություն է ստանում թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը։ Անկեղծ եմ ասում, ինձ համար վաղուց, շատ վաղուց տհաճ է իրենց անունները տալ, տհաճ է իրենց այդ բաներին պատվերով համեր կատարողների անունները տալ, անչափ տհաճ է։ Եթե ձեզ թվում է մեզ կայֆ է տալիս նստել ու առավոտը, այդ դուք կարող եք նստել առավոտի ծիրիկուն սրան նրան փնովեք։ Մենք այդ մարդիկ չենք, մեզ համար զզվելի է։ Բայց ժամանակ առ ժամանակ դրա անհրաժեշտությունը առաջանում է։ Եվ այդ անհրաժեշտությունը ստեղծում են հենց իրենք։ Եւ կանգնել ասել, որ դե այդ բանա Լևոնը հելավ մի հատ բան ասեց 30 քպեական հակադարձ, այ դա արդեն արդյունք է, 30 քպեական չէ, նախ ազգի կեսն է անդրադարձել ձեզ բոլորին, սա մեկ, եւ երկրորդ, այդ ինչ ձև է նստել, բայց գիտեք բանը պետք է մի քիչ այլ կերպ էլի ձեզ սազական չի, սս բաներ են խոսում, ուրեմն ասեմ, ես չեմ հասկանում մեր բանը, բարոյական արժեհամակարգը պատմական կոնկրետ որ փուլից է սկսել կեղտոտվել, բայց մի բան հասկանալի է, էլի, չհասկացանք, երկրի ղեկավար են աշխատել, գիտեք ինչ, եթե շարքային մեկը լինի, ով հանցագործ մարդ է, խուլիգան մարդ է ընդամենը ասենք, կամ գողցող մարդ է, ես այդքան չեմ անդրադառնա, ամեն մարդու կյանքը մի ձև է դասավորվում, բայց երբ որ մարդը պաշտոնյա է, ռեալ դատախազի վերած նյութերով ամեն ինչով դնում է, որ գողացել է երկրից, օգտվելով նրանից, որ նախագահ է աշխատել, հասկանում եք, դա արդեն անբարոյականության գագաթնակետն է, դրա գնահատական ավելի նուրբ շատ բարդ է տալը, ես ուզում եմ հասկանալ, այդ ինչից ելնելով եք մեկ էլ դուք որոշում, չէ գիտեք ամեն դեպքում մի քիչ ցես կամ մի քիչ նենց, սրանք էլ շատ սիրում են ասել հետևյալը, հա դե ու մարդկանց ուղեղի մեջ են մցրել են, հա դա
նրանք տանում էին, բայց Զաթո Ղարաբաղը մերն է։ Դե հիմա մի հատ հարց տամ ձեզ, էլի։ Այ եթե չտանեին, զբաղված լինեին իսկապես Ղարաբաղի խնդրով, Ղարաբաղը մերը չէր լինելու այսօր։ Կամ երկրորդ հարցը ձեզ տամ, եթե այսօրվա իշխանություններն էլ սկսեն լափել ընենց, ոնց որ դրանք կողոպտել պետությունը, վաղվա իշխանությունը ով որ գա ու հանկարծ չկարողանա տեսնի, որ ոչինչ արված չի, դեռ մի բան էլ կողոպտած է պետությունը ու չկարողանա ոչինչ անի ու Հայաստանը կորի ձեռներից ես։ Ինչ ասելու եք, վայ եկավ կորցրեց Ղարաբաղը, Զատո Նիկոլիվատ Հայաստանը մերն էր, ոչ, դա լինելու է այսօրվա հետևանքը, ճիշտ է թե չէ։ Ասենք ոնց եք էլի պատկերացնում։ Ես էլի եմ կրկնում, սա անբարոյականության գագաթնակետ է, անբարոյական մարդիկ են դրանք, շատ կեղտոտ բառեր է հասնում եւ անձնական զրույցներում ես շատ ավելի վատ ու կոպիտ եմ արտահայտվում բնականաբար, բայց եթերով ինձ թույլ չեմ տա այդ բառերը օգտագործել, բայց սա այլանդակություն է եղել, այլանդակություն։ Եվ արդեն իրենք իրավական հիմքերով ու ամեն ինչով այնքան են տարել, այսօրվա դրությամբ չի ամաչում, նույն Սերժ Սարգսյան կոչեցել է, ով ուզում է լինի ասում, ով ուզում է լինի ղեկավարը, որովհետև ով ուզում է լինի բոլորի հետ լեզու կգտնի, բացի Փաշինյանից, չի կարողանում Փաշինյանի հետ լեզու գտնի։ Կարող է ԿՊ-ի մեջ 1000 տեսակ մարդիկ լինեն, չգիտեմ, բայց մի բան, ես ինքս ԿՊ-ի չեմ, այլևս գիտեք, ինձ քաղաքական մասը այդքան հետաքրքիր չի, բայց իմ պետության հատվածը ես չեմ կարող չանդրադառնալ, ինչը որ վերաբերվում է իմ պետությանը։ Կերել եք իմ պետությունը, հասկանում եք։ Մարդիկ են եղել, մահացել են արդեն, մեծացել, ծերացել, մահացել են, հույս ունենալով, որ ինչ որ մի օր Հայաստանում էլ չեն կեղեքի քաղաքացուն արա։ Այսօր դուք կարդացիք ցանկը, այ ով որ դրանց պաշտպանում է, Սերժին ու Քոչանին կոնկրետ ով պաշտպանում է, մի հատ նստեք այդ մանկապարտեզների ցանկը կարդացեք։ Գուցե դուք հնարավորություն եք ունեցել ձեր երեխային այլ տեղեր տանելու, բայց մնացած մարդիկ արա։ Ո՞նց կարելի է, ախպեր ինչքան ուզում ես կարած դեմ լինես, բայց չես կարող լինել շարքային քաղաքացի ու կարծել, որ նրանք պետության համար սրտացավ են։ Սա, չգիտեմ, ընդ որում կապված ես վերջին մեր նախաձեռնության հետ, հիմա մի քանի մանրամասներ դրա մասին էլ կխոսեմ անպայման, որովհետև կարծես ինչ-որ թարս ու շիտակ լուրեր են փորձում տարածել ու խոչընդոտել մեզ, ինչը չի ստացվի բնականաբար։ Հիմա տեսեք, մարդիկ են գալիս են, զրուցում ենք, ասում է, բայց դե ժողովուրդը հիասթափված է, արդեն ոչ էլ հետաքրքրում է, ոչ էլ վերաբերվում է, իմ մոտ հարց է էլի առաջանում, լավ, եթե բնականաբար աշխատել են դրա վրա, որ դու հիասթափվես, բայց դու չէիր հիասթափվում այն ժամանակ, երբ որ տեսնում էիր, որ օրինակ գնացել ես ընտրատեղամաս, բայց Քոչարյանի ու Սերժի բակային մանկլավիկներից կանգնած փորձում են փող բաժանել ու չէիր դիմում ոստիկանին, այդ ժամանակ դու չէիր հիասթափվում, կամ կարող է այդ ընտրողները, նրանց ընտրող բերողները ազգային ժողով որտեղից են եկել, քո իմ բարեկամ հարազատ ընկերներից են եղել, չէ, բաները, ընտրողները։ Հիմա Ռիտան գրել է, կերել են ուտում են եւ ուտելու են, դրանց գրող էլ չի կպնում։ Նայեք, Ռիտա ջան, ես հասկանում եմ իհարկե խոսքը որ կողմի մասին, բայց հիմա այսպեսի մի բան ասեմ։ Ուրեմն իրենք ժամանակ, երբ որ իրենք լափում էին, իրենք որոշեցին ստեղծեն ինչ-որ խորհուրդ հակակոռուպցիոն, որի գլխին դրեցին Հովիկ Աբրահամյանին։ Այսինքն Հովիկ Աբրահամյանը պիտի կոռուպցիայի շնորհիվ փող վերցներ, որպեսզի որևիցե մեկին չնեղացներ։ Այսինքն ինստիտուտ չստեղծեցին։ Ինստիտուտ ստեղծել է այսօրվա իշխանությունը։ Այսօրվա իշխանության մեջ ով գողանում է պետությունից, եթե կան տես մարդիկ, նրանք էլ են անբարոյական զավակներ։ Ես դրա մասին չեմ խոսում, վաղ թե ուշ նրանք հայտնաբերվելու են, որովհետև հակակոռուպցիոն կոմիտեն ինստիտուտը ստեղծված է։ Գուցե հակակոռուպցիոն կոմիտեում էլ լինեն թերություններ, դա էլ չի ասում, բայց մեխանիզմը արդեն սկսվել է, ինքը առաջ է գնալու, վերջ։ Ինքը անընդհատ պիտի լավարկվի այսուհետ։ Առավել ևս, եթե քաղաքացին նույնպես դրա մասնակիցը լինի։ Ստեղծվեց այդ ինստիտուտը, հեռախոսահամարն էլ տակը գրել են, եթե տես բան նկատում եք որևիցե մեկից, զանգ արեք այս հեռախոսահամարով, բանն էլ պահում են։ Կխնդրեմ ես ընթացքում զանգեր չեն, ես չգիտեմ ոնց են որոշել մարդիկ, որ կարելի է այս պահին զանգել։ Ուրեմն, վերցրեք ու զանգեք, եթե կտեսնեք տես բան, եթե չէ, ուրեմն բամբասելու ժանրից մնացածը, պարզապես բամբասելու, բոլորի տաշկի դեմը տեսակ, Ալենը Սիմոնյան վեր կացավ ստիպված,
Լավ, գնաց տեղում բոլորին հատա ցույց տվեց, որ ինքը ոչ մի բանի հետ կապ չունի։ Ու այ հենց այդպես, իսկ եթե չաներ դա ինչ էր ստացվում։ Ստացվում էր նույն բանը, որ դες տարածել էին, որ իբր ամեն ինչը իրան նայում, մյուսը նրան, նա բամբասակների մակարդակով։ Բան եք նկատում, գտնում եք, որ կարող է ապօրինի է, դուք են հակակոռուպցիոն կոմիտեն։ Ու առհասարակ ես ասել եմ ու ասում եմ, ու ինքս ապրում եմ այդ կերպով։ Առավել ևս 2020 թվականից սկսած ամբողջովին ես իմ կյանքը փոխել եմ, որովհետև իմ խղճին, իմ սրտին պարտականություններ կան դրված։ Դա ասել եմ, աշխարհի ոչ մի իշխանություն ինքնուրույն չի կարող, եթե շատ էլ ուզի, չի կարող երկիրը լավացնել, եթե քաղաքացին ուղիղ մասնակիցը չի այդ ամեն ինչի։ Ինչ է նշանակում այսօր հիասթափվել ու չգիտեմ ինչն է, ինչից հիասթափվել է։ Բա կներեք, այդ նույն падգամավորները այնտեղից 4-5 տարի չեն հիասթափվում, մեջները ինչի թույլ թողնում բա։ Ձեր գործն է, տարական հասարակ բան է։ Բայց երկխոսություն նախաձեռնությունը սիրուն դրեցի ներկայացրեցի, իհարկե շնորհակալություն բոլոր հետաքրքրվողներին, Մալացա Սեբաստիան վարչական շրջանի բնակիչներից, ովքեր որ արդեն գալիս են, ձեռք են բերում այդ տոմսը եւ այլն, ասեմ որ այդ տոմսը անվճար է, ամբողջովին։ Ձեռք են բերում, հետաքրքրություն են հայտնում եւ այլն, իրենցից շատ շնորհակալ եմ։ Բայց գիտեք ինչ, իմ կարծիքով շատ пассив է այդ ամեն ինչը գնում։ Շատ пассив։ Հիմա մի հատ փուճուրիկ քայլ է, փոքր ու շատ կարևոր քայլ է, որը կարա բերի բարձր բարձունքների հասցնի բոլորիս։ Եվ գլխանցել շեշտել եմ, քաղաքական ոչինչ չկա։ Տեսնում ենք հետաքրքրվածության մակարդակը։ Ամեն մեկը նայում է մենակ իր տան, իր բակի չափսով։ Ու ամեն մեկը բնականաբար կարևորում է մենակ իր մի քանի քառակուսի մետրը։ Բա ընդհանուրը։ Կամ այդ ոնց է եղել մեր իրականության մեջ։ Գալիս են մարդիկ ասում, բայց գիտես ինչ, այ որ դրանց լավ ես իմ ինչ չի անում, այ դրա համար մտածում ենք, որ ինքը թույլ է։ Ախպեր էլի մտածեք ինչ ուզում եք, բայց կներեք, մի հատ հարց տամ, այդ հայկական իրականության մեջ, բարոյական ազգի նկարագրի մեջ, երբանից է սպանողը, երբանից է խուլիգանը, երբանից է խուլիգանավարի ծեծեղը ջարդողը դարձել ուժեղ տղեն, իսկ ամեն ինչ ավելի իրավական ճանապարհով տանողը թույլ տղեն։ Մտք ասեք իմանանք։ Ես հասկանում եմ մարդկանց ներսի վախերը, ովքեր որ չեն էլ ուզում պրիզնատ գան, որ այո, բոլորս էլ վախի մթնոլորտում ենք ապրել, ու ոչ մեկ չի կարող ասի, չէ, ես Սասունցի Դավիթն եմ եղել։ Իհարկե, պայքարել ենք, զուգահեռ բան ենք արել, բայց այդ վախը ներքուստ միշտ եղել է, արա, բա որ գնանք տուն դռան դեմը մեկը տակ գնդակարի մեզ։ Այդ վախը միշտ եղել է։ Հասկանում եք, կամ մենք այդ վախին զոհ են գնացել կամ բան։ Այսինքն, այն մարդը, ով որ կարա քո ազատ կարծիքը հայտնելու վրա գա քեզ գնդակարի, ինքը ուժեղ տղեն է, հա, ասենք Քոչարյանն ու Սերժը օրինակ ուժեղներն են, Փաշինյանն էլ թույլն է, աղբոր պես էլի։ Այս ինչ դեգեներատացված արժե համակարգ է։ Եկեք մի հատ գնանք հələ մեր պապերին, ապու պապերին հարցնենք, տենցնենք, այդ ոնց է տենց եղել։ Տեսեք, ես որտեղից է, էլի ամեն ինչ գլխի վրա շրջվել։ Մինչև այսօր, հիմա այսօրվա դրությամբ էլ նստած ու պարզ տեսնում եք բոլորը, թե որ կայքը ումա պատկանում, պարզ տեսնում եք։ Լավ, դուք իսկապես սպասում եք, որ այնտեղ ձեզ ճշմարտություն են ասելու, ուսես լսում ու ասում եք վայ, ես ինչա են ինչ, հա։ Հիմա գամ մեր նախաձեռնությանը։ Մարդիկ կան, ես սա, չգիտեմ, երևի առանձին այս թեմայով էլի ինչ որ եթերանեմ, բայց հույս ունեմ սրանով կավարտվի ամեն բան։ Մարդիկ կան, խոսում են, թե բա կարող է գնելը տենց այդ ծրագիրը ստեղծել է, որ ինչ որ քաղաքական, չգիտեմ, պլաններ, բան, չգիտեմ ինչեր են խոսում։ Ուրեմն ասեմ, սա հասարակական գործունեություն է, քաղաքացիական գործունեություն է։ Ովքեր որ նման բան են ասում, ասեք իսկ ինչի եք վախենում ուղիղ գնելից հարցնել։ Այ պարզ այդ հարցը տվեք։ Չեն ունենա հեռախոսը համարս կապի միջոց, տրամադրեք, խնդրում եմ իմ հեռախոսը, ասում զանգի մարդուն ուղիղ հարցրու։ Դա գիտեք ինչի մասին է, որովհետև ամեն մեկը մտածում է, թե եթե իրենք լինեին, որոշակի կարգավիճակ, որոշակի ձևավորված հարգանք կամ մյուս, ոնց կօգտագործեին իշահ իրանց։ Ամեն մեկը տենց, բայց ես չունեմ այդ բանը։ Ամեն մեկը
Բայց իրենք չեն կարողանում հասկանալ, որ այո, դա ես իշա իմ պետության եմ անում որպես քաղաքացի ու փորձում եմ դրանով օրինակ ծառայել բազմաթիվ քաղաքացիների եւ ինքս իմ գործունեությամբ միշտ սատարել եմ ու ցույց եմ տվել, որ ես այնքան կողմ եմ այդ ամեն ինչի, որ ով էլ մի լավ բան արել է, ես իմ ներկայությամբ փորձել եմ որոշակի մարդկանց ուշադրություն գրավել այդ ուղղությամբ։ Կարող է, ասենք բանը։ Կամ օրինակ Եթե մեր վարչական շրջանի ղեկավարը լիներ այլ քաղաքական թիմից, կներեք, 1000 անգամ ասել եմ, ես սկսում եմ Մալացիա Սեբաստիան վարչական շրջանից, որովհետև այդտեղ եմ ապրում ու քանի որ առաջինն է ու կարող է որոշ բաներ լինել, որ չեմ նախատեսել, կանխատեսել, հնարավոր լինի հեշտությամբ կազմակերպել իմպրովիզացիայով ամեն ինչ դնել տեղը, իմ տունն է, իմ տարածքն է, հա, Հիմի ով էլ լինել ղեկավարը կազմակերպելու է, սա իմացեք Եվ այնպես չի, որ մյուս վարչական շրջաններով կամ մյուս համայնքներով չեն գնալու, կամ ասենք համայնքներ կլինեն, որտեղ ընդդիմադիր գործիչներին չեն գնալու։ Ասեմ ավելին, այնքան թափանցիկ եմ ես, մաքսիմում թափանցիկ եմ ամբողջ անում, որ ժողովուրդ ջան, մի հատ հասարակ բան ասեմ, դուք արդեն պատկերացրեք խոսքը ինչի մասին է, ինչ աստիճան քաղաքական չի այս ամեն ինչը։ Ուրեմն մեր վարչական շրջանում նույն ԿՊ-ից, նույն մյուս կուսակցությունից կան բաներ, պատգամավորներ, ու ոնց է, ես մտերիմ հանգիստ կարող եմ զանգահարել և հրավիրել հատուկ հյուրի կարգավիճակում, բանը, ավականիներ կան, ում կարող եմ հրավիրել, բայց նստած մտածում եմ, օրինակ, հիմա ինձ օգնեք նաև դա մտածելուն, մտածում եմ, ասում եմ մի րոպե, եթե ես վերցնեմ ու այդ պատգամավորներին կամ ավականու անդամներին բանը հրավերք ուղարկեմ, Դա ստացվում է միակողմանիություն, որովհետև հասարակական կազմակերպության պարագայում, եթե ես ուղարկում եմ, ապա բոլոր ուժերի ներկայացուցիչներից պիտի ուղարկեմ։ Իսկ ես, չէ, ես էլ գցեցի, բռնեցի, որոշեցի հետևյալը։ Լավ, ունենք պատգամավորներ, շատ լավ, որպես բնակիչ, չէ՞ որ նույն վարչական շրջանի բնակիչ են, որպես բնակիչ կցանկանան, կհետաքրքրվեն, կուզեն մասնակից լինել։ Ես երջանիկ կլինեմ, շատ ուրախ կլինեմ, որ Այդ կարգավիճակի մարդիկ որպես բնակիչ գալիս են մի հատ հասարակական կազմակերպության կազմակերպած նախաձեռնությանը մասնակցելու, տեղում տեսնելու, դիտելու, լսելու ոնց որ մնացած բնակիչները։ Դա շատ լավ բան կլինի, շատ շնորհակալ կլինեմ, բայց առանձին վերցրած ես չեմ տարանջատի ու ոչ մեկին առավելություն չեմ տա, ոչ մեկի հաշվին։ Հասկանում եք, ինձ համար Միշտ մնակիչը քաղաքացին առաջին պլան, ոչ թե միայն ինձ համար, մեր սահմանադրությամբ էլ է այդպես։ Ուզենք թե չուզենք։ Եվ մենք պիտի սկսենք բաներ կա, որոնք որ գրված է, ոչ թե մեր ձևով sense երևակայենք, sense մտածենք կա լավ, գրածա, բայց դա այնքան էլ sense չի, երևի մի քիչ sense։ Ոչ, ինչ որ կա, այդ է։ Ինչ որ կա, այդ է։ Քաղաքացին բարձրագույն արժեքն է մեր երկրում։ Վերջ։ Վերջ։ Ուրեմն Նաև քաղաքացին, երբ որ դա գիտակցի, իսկ այս գործունեությունը նաև դրա մասին է, որ քաղաքացին սկսի գիտակցել։ Սա այստեղից ոչ մեկ ոչ մի բան տուն չի կարողանալու տանի։ Սա հենց նրա մասին է, որ մեր քաղաքացին սկսի գիտակցել։ Մեկ կգա նման կազմակերպված բանի, երկուս կգա ու դա անպայման թափ կհավաքի այդ անիվը։ Ու մարդկանց մոտ վստահաբար տրամաբանությունից սկսած, տրամադրությունից վերջացած շատ բան կփոխվի։ Ես հավատում եմ դրան։ Ու գիտեք ինչ, եղել են էլի բաներ ժամանակին, որ ոչ ոք չի հավատացել, ես հավատացել եմ, սա տարել եմ մինչև վերջ, հետո բոլորը, ասենք, արդեն մոռացել են էլ ով է բերել հասրել այդտեղ, բոլորը սկսել են խոսել դրանից, թե այ արդեն այսպես չի կամ այնպես է։ Ինչի համար ենք հետ քայլանում։ Ինչի համար մենք ուզում ենք ապրել լավ երկրում, թե չենք ուզում ապրել լավ երկրում։ Եթե ուզում ենք, ապա կներեք, էլի, այսքան բան արել դրել ենք։ Հիմա ընդամենը բնակչից հասնում է մայիսի 31-ին ժամը 6-ին տանից դուրս գա, քայլելով գա այնտեղ, նստի 2 ժամ, տեսնի, ծանոթանա, իմանա, վեր գատուն։ Եթե այդ 2 ժամը չեք ուզում տրամադրեք այդ բան, կներեք, էլի, ասենք ումից եք ինչ ակնկալում։ Ումից եք ինչ պահանջում։ Դա այդ տարական բան է, էլի, հասարակ բան է։ Մենք սիրում ենք բոլորին փնովել, անուն դնել, գնահատել ով է լավ անում, ով է։ Մենք ինքներս մեզ վրա երբեք չենք նայ։
Մենք ինքներս մեզ մեր գործունեությունը երբեք գնահատական չենք տա։ Բայց լավ, սա նաև մի հատ թափել կտա, մենք կհանդիպենք բոլորով իրար։ Մի հատ տարբեր թեմաներից կզրուցենք, մենք կշրջենք եւ այլն, ինչ ապատա է։ Ինչի՞ չէ։ Բա ասում ենք, բանա ախպեր, այս մասով պրոբլեմ չկա, այն մասով պրոբլեմ չկա։ Ռիտա ջան, եթե դուք Մալասա Սեբասիա վարչական շրջանի բնակիչ եք, ապա ասեմ մայիսի 31-ին ժամը 18:00-ին, այսինքն 6-ին, կինոթատրոն Հայաստանում ա լինելու, հեռախոսահամարս կա, կարող եք զանգահարել եւ ձեռք բերել այդ տոմսը, որը անվճար է, բայց տոմսով պիտի լինի, որ կարողանանք կառավարենք էլ մարդս մեկ էլ բան չէ։ Նախապես ձեռք բերեք եւ խնդրեմ կարող եք գալ մոտենալ, շատ շնորհակալ կլինենք, շատ ուրախ կլինենք։ Հեռախոսահամարս էլ ասել եմ մի հատ էլ ձեզ համար կասեմ 091 53 33 25 զանգում եք ամեն օր ժամը 2-ից 6-ը։ 2-ից մինչև 6-ը կարող եք զանգահարել, պայմանավորվենք, ձեռք բերեք։ Շնորհակալություն արձագանքի համար։ Այդպես է ժողովուրդ ջան տեղի ունենում։ Մի օր էստեղ ենք անում, հաջորդ անգամը նայելու ենք մեկնաբանություն, երբ որ այդ ամեն ինչը լինի, ստացվի ու տեղադրենք, շատերը գրելու են, որ իրենց մոդել են ուզում նման բան լինի, վստահաբար։ Ու արդեն հաշվելու ենք, որտեղ ավելի մեծ պահանջ է, հաջորդը այնտեղ կլինի, հաջորդը մյուս տեղը, հասարակ օրինակ բերեմ։ Ուրեմն այսօր տեցի կռուգում տեսակ, ժողովուրդը հավաքվել էին, ճանապարհ էին փակել, վարչական շրջանի ղեկավարին էին պահանջում, որ գա գնաց մարդն էլ, ես ճանաչում եմ միջալոց հարգանք վայելում անձամբ իմ կողմից, ինչ որ ճանապարհը խոսք էին տվել կասֆալտեն, տենդերից բանից դուրս է եկել, մի խոսքով ամեն մեկը իր կարծիքն էր ասում, ու քաղաքացիները, բնակիչները ունեն տպավորություն, որ կարծես թե այդ խոստումը գնում է երկրորդ պլան ու դուրս են եկել իրենց պահանջը ներկայացնելու։ Բայց վարչական շրջանի ղեկավարն էլ ասեց, որ չէ, դες բան չկա, սենց չի կամ սենց է։ Հիմա պատկերացրեք, եթե նման նախաձեռնությունը իրականացված լիներ նույն Էրեբունիում ու հավաքված լինեն բնակիչները, մարդը ներկայացրածներ եւ այլն, ոչ ոք չէր կարողանալու մտնել ժողովրդի մեջ ու կներեք արտահայտությունս մուտիլովկե կաներ։ Ոչ ոք։ Եվ հավելյալ նյարդայնացնել մարդկանց, հավելյալ վստահությունը փորձեր ջարդել, հիասթափեցնել եւ այլն եւ այսպես շարունակ։ Համաձայն չեք։ Բա հիմա ուզում ենք դա նաեւ դրա դեմը կառնի։ Կան մարդիկ, ովքեր կարծում են ինչ որ բան այն չի, ինչ որ բան իրենց խափում են եւ այլն։ Խնդրեմ համեցեք։ Եկեք, այն որ կոպիտ ասած, այն որ երես-բերես վիճակը է լինելու։ Բայց չէ, մարդիկ ավելի հակված են, չգիտեցի, ինչի, այդ կողոպտիչների, այդ սրիկաների խոսքերին լսել, ամոթն էլ լավ բան է, ամոթը լավ բան է։ Ամեն մեկի վրա միլիոններով գործը դրած է պահանջի, մարդիկ էլ են, բայց գիտեք ինչ կարող է էսա կամ մենա, հոտես չի այդ ցավը տանեն։ Ոնց կարելի է վստահել մեկի կայքերի լրահոսին, ով մենակ Երևան քաղաքում 45 հատ մանկապարտեզ է օտարել ամենատարբեր պատճառներով, մի մանկապարտեզ չի կառուցել։ Ոնց կարելի է։ Ոնց կարելի է խոսել մեկի մասին ու նրան շարունակել նախագահ ասել, ով մենակ պարզ թղթերով իր անունով, այն որ քերու թորան ծորի ընկերոջ դասընկերուհու անունով չէ, իրանց անունով 200 միլիոնի պահանջ կա ներկայացրած։ Ոնց կարելի է անվանել նախագահ։ Այդ 200 միլիոնը բոլորիս բերանից է գնացել, բոլորիս կրթությունից է գնացել, բոլորիս զենքի փողից է գնացել, բոլորիս զարգանալու փողից է գնացել, բոլորիս ամեն ինչից է գնացել, մեր ծնողների թոշակից է գնացել, երեխեքի մանկապարտեզի, չգիտեմ, մանի կաշայից է գնացել, ոնց կարելի է, ասենք այդքան արդեն բանը դեգրադացվել ենք, հա, բայց ամեն դեպքում գիտեք ուղղակի պարզապես, հա, այն
Գիտեք իմ բաշը դատում են 3 միլիոն կաշառքի համար, հասկանում եք, երկրի նախագահը կաշառք է վերցրել, 3 միլիոն դոլար։ Դա գիտեք ինչ է հարցը, թվի քանակը չի այդտեղ։ Հարցը այդ բարոյական նորմն է։ Ասենք իսկապես մենք քաղաքացի ենք մեզ համարում Հայաստանի Հանրապետության, մենք մեզ հայ ենք համարում, հայու գենը եւ այլն, եւ մեր նախագահը կարա 3 միլիոն կաշառք վերցնի։ Չեք զգում, որ ստեղ ինչ-որ բաներ, ինչ-որ բանի հետ չի կպնում։ Կամ մենք քաղաքացին չենք, հայը չենք, այդ գենետիկորեն, չգիտեմ, այս պաթոսախառը նկարագրի մեջ տեղավորվողը չենք։ Կամ նախագահ չի։ Են մնացածը, են սիրուն բարերի կույտեր են։ Ով ինչ կասի, ոս կասի, գիտեք քանի որ վասնզի բամար, հաշիվ չի, դրանք կռուտիտներն են, վերջ։ Ոս կարա, երկրի երրորդ նախագահ կոչված մեկը, կանգնի ու ասի հետևյալը, չունենա քաղաքական միտք, առաջարկ, կանգնի ասի, ով ուզում է թող լինի, Նիկոլը թող չլինի, ով ուզում է լինի։ Սա նախագահ աշխատած մարդու արտահայտությունը, լավ, եկեք թարցը նստենք դուզը խոսանք։ Կարանք մի հատ աշխարհում գտնեք էլի մեկին, բանից այդ աշխարհը մնա հետա մնաց ցեղային տարածքներից սկսած գերտերություններից վերջացած, որ նախագահ աշխատած մարդը ինչ որ մի օր, ասի դե մեկ ով կլինի էլի։ Որովհետև եթե դու գնում ես թոշակի ու շարունակում ես մնալ նախագահի կարգավիճակում, գիտեք, չէ՞, ասենք օրինակ նախագահ ես եղել, վերջել նախագահ չես, միևնույնն է քեզ նախագահ են դիմում։ Միևնույնն է, այսինքն դու միշտ այդ կարգավիճակում ես շարունակում։ Քո խոսքի արժեքը մյուսը պիտի իր տեղում լինի, կանգնել ասել, ով ուզում է լինի։ Դες թքած ունեն ու այստեղ են մարդիկ կամ վերընկելու պաշտպանում կամ սատարում են։ Չեք զգում, որ չի լինում մի բան, ու շատ կարևոր բան չի լինում։ Հիմա, ես ես բան եմ ասում, ցանկացած իշխանություն, իշխան ուզում է ոնց ուզում է լինի, ցանկացած իշխանություն, եթե քաղաքացուն հետը չի աշխատում, քաղաքացին չի վերահսկում, քաղաքացին պահանջատերը չի, քաղաքացին ճիշտ չի մեկնաբանում կամ քննադատում եւ այլն, եւ նույնն է իշխանությունը, ցանկացած իշխանություն լճանում վարի է գնում, հետը փտտացնելով պետությունը, վնասելով պետությանը, ամեն ինչ ժամանակավոր է, ժամանակը այդ այն արժեքն է, որը որ անհաղթահարելի է մարդու կողմից, անհաղթահարելի, ամեն ինչի գնահատականը տալիս է ժամանակը, եւ վստահ եղեք, ձեր սրտի ուզած, ուզում եք ձեր տան անդամին բերեք դրեք իշխանություն, ցանկացած ինստիտուտի վրա, որպես իշխանության ներկայացուցիչ, ինչ որ մի պահի, ու թողեք ոնց ուզում է թող աշխատի, ինչ որ մի պահի, ինչ որ մի տեղից սկսելու է թարս գնալ ամեն ինչ։ Եթե վերահսկողությունը չլինի, ու չլինի այդ գրագետ ձևով, կուլտուրական ձևով, որովհետև գիտեք ինչ, ասենք հասարակ օրինակ բերեմ, հա, օրինակ դուրսը մեկը երբ որ ձեզ մոտենում է, ասես բարև ձեզ դուքով գեղեցիկ խոսում է, անկախ ձեզանից դուք էլ եք չես սկսում այդպես պատասխանել իրեն։ Ասենք բարև ձեզ կներեք չեք ասի ինչպես կարող եմ գնալ ես ինչ ճանապարհով։ Դուք չեք ասում ախպեր ուրեմն ասես չես ասում, չէ՞, ասենք դու ես սկսում ես դուքով սիրուն ասել, ճիշտ է։ Եվ սրա մյուս կողմը կա, եթե մեկը գազում ախպերս որտեղից մոտիկ որտեղ խանութ, ասում ախպերս, ընդ ծախիվը, չես ասում գիտեք կարող եք։ Այսինքն ոնց բարևն է, դες պատասխանն է։ Հիմա եթե կարելի է գրագետ սիրուն ձևով լավ բան անել, ինչի չանել։ Ինչի ինձ ասեք ինչի չանել, ասեմ նա։ Չի կարելի։ Մի հատ եկեք մի հատ մեծ աշխարհի ամենամեծ հայլին պատվիրենք, բերենք դնենք բոլորիս համար ամենահասանելի վայրը, մի հատ գնանք հայլու մեջ որպես հասարակություն մեզ նայենք, էլի։ Եկեք գնանք որպես հասարակություն։ Ես շատ դեպքերում անկեղծ եմ ասում, ես վաղուց դրանց անունները տալուս չէի լինի։ Վաղուց դրանց անունները տալուս չէի լինի, եթե չլիներ մի հանգամանք, որ երբ որ ժողովուրդը սկսում է
երկրորդ պլան մղել ու չլսել, չհետաքրքրվել, իրավաբանական դաշտն էլ է սկսում հաբրգել։ Բայց երբ որ գիտեն, որ միևնույն է ժողովուրդը անընդհատ դրանից խոսում է, իրենք փորձում են այդ փափուկ ուժն է, էլի աշխատում է։ Իմիջայլոց ասեմ, եթե մի բան այնպես չգնաց, ամեն ինչի պատասխանատվությունը իրավական համակարգի ներկայացուցիչների վզին է մնալու, սա միշտ իմացեք, էլի։ Որովհետև այսօրվա դրությամբ ամեն պայման ստեղծած է, որպեսզի աշխատեք ու Հայաստանը բարձրացնեք մեկ այլ լեվելի վրա։ Ձեր վրա ձեր հետ շատ կարևոր հույսեր է կապած։ Կամ դուք փոշիացնում եք դա չհարգելով ձեր իսկ մասնագիտությունը, կամ ամեն ինչ սկսում է ստացվել։ Ու հարցը հեչ անձերը չեն։ Այդ նույն բարոյական արժե համակարգը նաև կարող բխի իրավական գործողություններից։ Երբ որ քաղաքացին տեսնում է այսինչ բանի վրա, այսինչ մեկը պատժվում է, ինքը համաձայն է լինում, երբ որ ինքը մի բան են չանի, ինքը պատժվի։ Հասկանում եք, բայց երբ որ քաղաքացին տեսնում է, թե ինչ պարագաներում ինչպես է ինչերը ձգձգվում կամ պատժվում են կամ չէ, ինքը սկսում է անարդարության բան է իր մեջ մտնում, ոնց ախպեր, բայց ես խի պիտի չանեմ, կամ եթե անեմ ինձ խի պիտի բան անեք։ Չգիտեմ, ամենատարբեր պատիժներ կիրառեք իմ նկատմամբ։ Այսպեսի բան է ստացվում։ Մենք կարող ենք այդ սիստեմը փոխել։ Այդ սիստեմը կարող ենք փոխել որպես քաղաքացիներ եւ ամենատարբեր ծրագրեր իրականացնելով, որպես մեզ պետք չի որ գան քաղաքական թիմերը այդ ծրագրերը իրականացնեն։ Չէ, հենց հասարակական կազմակերպությունները պիտի այդ ծրագրերը իրականացնեն հասարակության հետ հանդերձ։ Հասկանում եք, որպեսզի դա հետո չօգտագործվի ու չկիրառվի որևիցե քաղաքական դիվիդենդ որպես բան, այլ ինչ որ խմբերի օգտին։ Հասկանում եք, դա այդպես չպիտի լինի։ Չգիտեմ, այնքան բաներ կա, որ նստում մտածում ես, մեկ-մեկ ուզում ես այդ պահին կիսվես, իհարկե հետո եթերի ժամանակ շատ կարևոր բաներ մտքիցդ դուրս են գալիս, բայց լավ ապրելա ձևը մեր ինչպիսին պիտի լինի։ Հա, համաձայն եմ, Աննա ջան, համաձայն եմ։ Համաձայն եմ։ Ասում եմ, ինչ լեվել գնել ջան, եթե քննչականից գումար եք օրում, ոչ մեկ չգիտի։ Լրիվ համաձայն եմ։ Որովհետև այդ դասիրակությունն է, այդ տեսակն է եղել։ Որովհետև մենք բոլորս բողոքում էինք ժամանակին իշխանություններից, բայց քչերն էին դուրս գալիս կոնկրետ գործողություններ իրականացնելու։ Նույնն է եղավ այս Լավրովի այցի հետ կապված։ Բոլորը բողոքում են, հայհոյում են, անից ինչ ասես անում են Լավրովներին։ Գործողության քչերը դուրս եկան։ Այդպես է։ Հիմա մենք առաջարկում ենք, ասում ենք լավ, եկեք հələ քաղաքական կողմով չնայենք։ Նայենք որպես քաղաքացի, ախպեր ջան։ Ու ամբողջ Հայաստանով չնայենք։ Նայենք մեր վարչական շրջանի տարածքով։ Ինձ նորմալ է, չէ՞, որ որպես բնակիչ պիտի հետաքրքրի գումարը, երբ որ իջնում է քաղաքապետարան, որտեղից որ բաշխվում է վարչական շրջաններին, որքանով է արդյունավետ ծախսվում իմ վարչական շրջանում։ Եվ գիտեք, եթե ինչ-որ բան արդյունավետ էլ չի ծախսվում, ես ոչ թե կռիվ անելու կողմնակիցն եմ, այլ գուցե մարդիկ կարծել են, որ սա արդյունավետ է սենց, ու գուցե ես ունենամ առաջարկ, որը որ իրանց էլ է պետք լսել, որ իրենք կուզեին լսեին լավ առաջարկներ։ Մարդկային գործոն է, մարդկային գործոն, բոլորս մարդ ենք։ Իշխանության կամ, իշխանության չասեմ, լավ, պետական աշխատողները նույնպես մարդ են։ Մարդկային գործոն, մարդ իր ամեն կողմերով։ Ես մեկը լավ մարդ է, մեկը վատ մարդ է, մեկը թարախ է, մեկը օծ է, մեկը սուրբ է, մեկը չգիտես ինչ է։ Մարդ են։ Հիմա եթե հասարակությունը իր հետաքրքրությունը առաջին պլան չի բերում, նրանք շարունակում են մնալ իրենց
բնավորության շրջանակներում, բայց երբ որ քաղաքացին ասենց սիրուն, կուլտուրնի, կարծում գիտես ինչ, այսպես, բոլորը դառնում են արդեն մի գծից, սկսում են քեզ հետ խոսել այնպես, ինչպես դու ես խոսում իրենց հետ։ Ու դա սկսում են հաշվի առնել նաև հետագա աշխատանքներում։ Հասկանում եք, չէ՞, ժողովուրդ ջան։ Մերոնք կարծում են, որ երեկոյան աշխատանքից հետո իրենց քննադատությունը արեցին, ուրեմն արդեն սրտացավ գործն արել երկրի համար։ Հա, ու ընդ որում, բան, ասենք, եթե Facebook-ում այդ գրառումը արել է, վсё, ինքը տենց պայքարել է։ Ախպեր հողի վրա, գետնի վրա, աշխատանք որպես։ Ինչ կա։ Ասենք, ես միշտ եմ ասել, սերը նախ եւ առաջ գործողություն է։ Գործողություն։ Դա գործողություն է։ Չես կարող ուղղակի նստել, ասել ես սիրում եմ կամ ես չեմ սիրում։ Դա գործողություն պիտի լինի, որ տեսանելի լինի քո սերը։ Իսկ այդ գործողությունը, երբ որ գալիս է, պիտի այդտեղ շահադիտական բան չլինի։ Եթե շահադիտական կա, ուրեմն լավ, համ կարա լինի սեր, համ կարա լինի աշխատանք։ Որպես կամ մարդը կարա ուղղակի իր գործողությունով ցույց տա ու ներկայացնի իր սերը։ Ուրիշ ձև չի լինում։ Չի կարա օրինակ Լյովիկը նստի դիվանին ասի ես հայրենասեր եմ, սիրում եմ իմ հայրենիքը։ Չի կարա, որովհետև գործողությունով դա չի երևացել։ Կամ հակառակն է երևացել։ Բայց ինչի ծիծաղում, երբ որ նրանք խոսում են հայրենասերությունից։ Հենց դրա համար, որ գործողությունը հակառակ բան է ցույց տվել։ Այսինքն գործողությունն է հենց տալիս գնահատականը քո սիրո չափի էլի ինչ որ մեկի կամ ինչ որ մի բանի հանդեպ ընդ որում կապ չունի մարդու մասին է խոսքը թե ինչ որ պետության հայրենիքի եւ այլն։ Ես ժողովուրդ ջան ասեմ վաղը օրվա մեջ նաեւ կինո Հայաստանի այգում մի փոքր կշրջենք կմոտենանք մարդկանց, կփորձենք ծանոթանալ, զրուցել, հասկանալ, թե իրենց համար որքանով են տեղեկացված այդ բանից, նախաձեռնությունից եւ որքանով է նրանց հետաքրքրում այս ամեն ինչը, անպայման դա կիրականացնենք, այնպես որ նաեւ հրավիրում եմ երեկոյան ժամին եկեք կինո Հայաստանի այգում կամ եկեղեցու մոտի այգում շրջենք, կտեսնվենք, կծանոթանանք, ավելի լավ կպատկերացնենք, թե իրականում ինչի մասին է խոսքը, ինչ կարևոր բանի մասին է խոսքը եւ դա ուր կարող է դեռ տանել, հասցնել, հա տարբեր համայնքներից օրինակ ինձ գրում են գնել ջան մեր համայնքում sense մի հատ խնդիր կա, խնդրում ենք լուսաբանի այն մյուս համայնքից մեր համայնքում sense խնդիր կա եւ գիտեք ինչ մի հատ էս մի բանը ուզում եմ անպայման բոլորը սմբռնենք պատկերացրեք հետեւյալը հիմի մարդը զանգել է ես չեմ ճանաչում ասում է sense խնդիր կա մեզ մոտ որ խնդրենք կլուսաբանեք, որպեսզի ես հանկարծ չսխալվեմ, որովհետև լինում է, ինչքան էլ ուշադիր լինես, միևնույն է, 1-2 սխալվես, ինչի համար միշտ ներողություն եմ խնդրել, եթե սխալվել եմ։ Պիտի ես մյուս կողմին էլ լսեմ, չէ, պիտի գնամ տեղում ծանոթանամ խնդրել։ Ես որ դոգը չեմ, ով զանգի բան ասի, ելնեմ, երբեմն ասես բաներ անեմ, ապուշ, հետո պարզվել լրիվ ուրիշ բանի մասին էր խոսքը կամ մարդը թյուրըմբռնում ուներ եւ այլն։ Մարդը կարող է գան տեսնեն, չասեն ընկեր ջան, բայց եթե տենց չի դու ո՞նց ես sense ներկայացրել, բայց ինչ եմ ասելու։ Ինչ եմ ասելու։ Հա։ Ասենք հիմից ես մտածում եմ, իսկ եթե ամեն խնդրի հետևից գնում ենք այտենց, ինքը համ ժամանակատար է, համ արդյունքը զգալի չի։ Դրա համար Նաև sense բաները մտածելով, ասում լավ, ինչ անենք, որ ավելի արդյունավետ լինի ամեն ինչ։ Ու եկանք կանգ առանք այս մտքի վրա։ Ինքը լավագույն միտքն է, չգիտեմ, կարող ավելի լավ բաներ կարելի է մտածել, բայց բացի մտածելը պետք է նաև իրագործենք, կարողանանք իրագործել։ Հիմի սա կարող ենք իրագործել, այսքան կարող ենք իրագործել, այս պահին։ Վաղը չգիտենք, գուցե ավելին։ Հիմա այդ մարդիկ, ովքեր ասում են մեր համայնքում օրինակ այս խնդիրը կա, պատկերացրեք, երբ որ սա կայացած է արդեն այս պրոյեկտը,
ու մարդիկ տեսել են, հասկանում են, որ դա եւ ոչ միայն մարդիկ, այլ նաեւ պետական աշխատողները տեսել են, որ դա իսկապես կարեւոր բան է։ Եթե մարդը մաքուր աշխատող է, ինքն էլ է շահագրգռված լինելու, որ հանկարծ իր ու բնակչի մեջ այդ թելի ու ասերի արանքը ոչ ոք չմտնի։ Գնում ենք օրինակ տեսիշ գյուղը, հրավիրում ենք գյուղապետին, մարզպետին, համայնքապետին, հրավիրում ենք այդ գյուղի բնակիչներին, նստում ենք, ասում ենք, սենց բաներ կա, խնդրեմ, պատասխանեք ու բոլորը թող լսեն, բոլորի առաջ, որովհետև ամեն մեկը իր ձևով կռուտի տա լինում։ Իսկ սա նաև այդ իմաստով է լավ պրոյեկտ։ Հիմա, եթե հետաքրքրություն չլինի, մենք էլի կանենք, կանցկացնենք, բայց էլ երկրորդը չենք անի, չէ, երրորդը չենք անի, 10-րդը չենք անի, չէ։ Իսկ դա օգուտ կտա մեզ։ Կարող ենք հետո ասենք, արա, բայց մեր մոտ sense մի հատ բան կար, sense մի չենք կարող։ Մենք պիտի արդեն բացի խնդիրները բարձրաձայնելուց համացանցով նաև սկսենք դրանց լուծման տարբերակները առաջարկել, նաև ցույց տալ պետական աշխատողներին, թե քաղաքացին ինչ կարծիք ունի այս կամ այն իրավիճակում։ Իսկ քաղաքացին ինչ առաջարկ ունի, կամ քաղաքացին առաջարկ ունի, բայց այդ առաջարկը խելքին մոտիկ չի, բայց ինքը իրան դեռ ոչ ոք դրա մասին չի ասել, թե ինչով խելքին մոտիկ չի։ Այսինքն, գիտեք, ինչքան երկխոսություն լինի, քաղաքականությունն էլ է այդպեսին։ Երկխոսության բացակայությունը խնդիրներ է առաջացնում։ Հիմա ինչի մենք մեզ օտարենք մեր պետության ներկայացուցիչներից։ Ինչի։ Ճիշտ հակառակ, մենք պիտի գնանք այլ ճանապարհով։ Դրա համար նախաձեռնության անունն էլ այդպես է, բաց երկխոսություն։ Բաց բոլորը ներկա են, ասենք օրինակ, եթե եկեք սենց անենք։ Գնում եմ, ես վարչական շրջանի ղեկավարին ասում եմ, գիտես ինչ, լավ չես աշխատում, ախպեր ջան, մեր մոտ խոսքեր տվեք, կարուսել կդնես, չես դրել։ Օրինակ, տեսեք տարական օրինակ եմ դրել։ Ինքն էլ ասում է, գիտես ինչ, Գնել ջան, խոսք եմ տվել, մենակ քեզ խոսք չեմ տվել, համայնքում խոսք եմ տվել, որ պիտի լինի։ Ասենք 50 հատ իմ հաշվարկով պիտի դնեմ, 45 հատը դրել եմ։ 5 հատն էլ դնել եմ։ Այսինքն եղավ, որ մինչև ես այդ իմանալ, ես դժգոհություն եմ ունենում, չէ՞։ Խաբել են ինձ ուրեմն, մեկն էլ կողքից մի քիչ բզիֆիտը տա բաբշե։ Կամ հակառակ, իսկապես ոչ միտեղ չի դրել։ Կամ ինձ կարող ասի 45 մի հատ դրել եմ, ես դες բավարարված գամ, բայց պարզվի խափում էր։ Դրա համար այդտեղի ներկայացուցիչն էլ լինում, ես էլ, մյուսն էլ, որ մարդը ասում է, այստեղ եմ արել, ստեղ է, բոլորի աշկի առաջ է դա։ Եթե դա այդպես չի, մեկը հեռնելու ասի մի րոպե, բայց էսի սենց չի։ Հասկացաք խնդիրը որտեղ է։ Անկախ ամեն ինչից, ում հետ ինչ հարաբերություններ ունեմ։ Շատ լավ է, որ մեր վարչական շրջանի ղեկավարը Ռոմիկ Նամախիթարյան ու մեր հարաբերությունները շատ ջերմ են։ Ու կարելի անկերական ասել, բայց քանի որ անգամ ինքն է նեղվում, ասում ես դառա վարչական շրջանի ղեկավար, դու ուշ ես զանգում, ոնց որ քեզ պաշտոն տված լինեն։ Ես չեմ ուզում հանկարծ դա շահարկեմ, հասկանում եք։ Ինքը իմ ընկերն է, աշխատանքից հետո իմ ընկերն է, բայց իր աշխատանքը պատասխանատու աշխատանք է, ես որպես ընկեր փորձում եմ մտածել, ես իր հետ շփվում եմ որպես բնակիչ ես պարագայում։ Եվ որպես բնակիչ մարդը ընդառաջել է, ասել է, գիտեք ինչ, ամեն մեկը չի, որ առաջին անգամ ես դու բան անում, ինքը կասի, հա, արի անենք։ Ու շատ լավ է դա, ապա ինչու չօգտվել այդ հնարավորությունից, ինչու չօգտվել այդ հնարավորությունից, հանուն քաղաքացու, հանուն բնակչի, հանուն պետության, և ինչու չաջակցել այդ ամեն ինչին, ինչու չլինել այդ ամեն ինչի մասնիկը, այդ ամեն ինչի միջի մի հոգին, եթե կարող եք ինձ ասել, ես կընդունեմ, այո, հիանալի մարդ է Ռոմիկ։ Գնել ջան, B1 թաղամասի թիվ 95 մսուր մանկապարտեզը արդեն 3 տարի է վերանորոգվում է ու ամեն տարի ասում են, այս տարի եթե կարելի է լուսաբանեք։ Հարություն ջան, B1-ից եք, խնդրում եմ ես հարցերս պատասխանեք, ես շարունակեմ։ Մարասիա Սեբաստիան վարչական շրջանի բնակիչ եք։
Սպասում եմ պատասխանը Հարություն ջան։ Լավ, որ երկար այո, ահա։ Տես Հարություն ջան, ես քեզ ունեմ խնդրանք։ Ես տեսա, որ դու մի քիչ երևի ուշ մտար եթեր, նախ կխնդրեմ նայել իմ մի երկու օր առաջվա եթերը, այնտեղ ես առաջարկով եմ հանդես գալիս եւ նայել այս եթերը սկզբից մինչև վերջ, երբ որ եթերը ավարտը։ Ու ինձ թվում է դու կզանգահարես ինձ որպես բնակիչ ու կցանկանաս ունենալ այն մի հատ տոմսից եւ մայիսի 31-ին գալ կինոթատրոն Հայաստան, հենց տեղում էլ ծանոթանալու թե ինչի է այդպես լինում կամ եթե չեն ծանոթացնի, այդ հարցը տեղում ասելու։ Մենք բնակիչներն ենք, եկեք միասին անենք։ Ես հասկանում եմ հիմա, որպեսզի այսքան մարդու մոտ նորից 0-ից պատմելով չգամ, դրա համար ինձ համար խնդիր չի, պես մարդկանց չձանձրացնեմ։ Խնդրում եմ, մի երկու օր առաջվա եթերս դիտիր, հետո դիր ես եթերը սկզբից դիտի ու իմ կարծիքով վաղը կապի մեջ կլինենք։ Բարի եղբայր ջան։ Շնորհակալություն փոխանցման համար, ժողովուրդ, շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար, ասեմ, որ փաստորեն ստացվում է այնպես։ Ահա, շատ լավ Հարություն ջան։ Իմ հեռախոսը համար եթե չունեք, նորից կրկնեմ 091 53 33 25, ամեն օր կարող եք զանգել 2-ից 6-ը ընկած ժամանակահատվածում, որպեսզի ձեռք բերեք այդ տոմսից եւ մայիսի 31-ին օրը շաբաթ օրա բանը ժամը 18:00-ին այդ տոմսով գալ կինոթատրոն Հայաստան եւ մասնակցել այդ միջոցառմանը, որտեղ վարչական շրջանի ղեկավարը իր ամբողջ աշխատակազմով ներկայացնելու է ինչ ա արվել, ինչ չի արվել եւ լսելու է ձեզ բոլորին։ Այդ ամեն ինչը կազմակերպում է մեր հասարակական կազմակերպությունը, հանրային օրակարգի պաշտպանություն եւ լինելու ենք արբիտրի դերում։ Մենք ոչ թե պաշտպանելու ենք վարչական շրջանի ղեկավարի շահերը, ներկայացրածը եւ այլն կամ ժողովրդինը, մենք լինելու ենք արբիտրի դերում։ Եվ այդ ամեն ինչը իհարկե ֆիքսվելու է մեզ մոտ։ Լինելու են նաեւ ասելիքներ, թե կարճաժամկետ ինչ ծրագրեր ունեն, երկարաժամկետ ինչ ծրագրեր, որպեսզի հետո կարողանանք դրանք էլ պահպանենք, հետևողական լինենք եւ այլն։ Այնպես որ խնդրեմ կապի մեջ լինենք։ Այսպես ժողովուրդ ջան, իսկ Քոչյանի ու Սերժի արածն ու դրածը, չարածն ու չդրածը ավելի ճիշտ, այո, բազմիցս ասվելու է, բազմիցս դրան պետք է բարոյական գնահատական տրվի քաղաքացու կողմից։ Եվ ցանկացած քաղաքացի, ով սատարում է իրենց, տեսեք, ես երբեք չեմ վիրավորել ու չեմ էլ կարող ինձ թույլ տալ վիրավորել, ես Փառք Աստծո այդ պոնչիկներից չեմ, բայց մի բան հաստատ է, եթե դուք սատարում, ուրեմն դուք ասում եք, որ այսօրվա իշխանությունը կարա թալանի երկիրը ու դուք այդտեղ բան չեք ասի, ոչ մեկի չեք մեղադրի։ Էսա։ Այո, շնորհակալ կլինեմ, որ հարևանների մեջ էլ տարածեք շենքով, ձեր հարևաններով կարող եք զանգահարել, ասել մենք մի 10 հոգով ուզում ենք կամ 5 հոգով, ես ինքս կմոտեցնեմ, ասենք պետք չի բոլորով գաք հասնեք մեր գրասենյակ, որ այդ տոմսից ձեռք բերեք այդ դեպքում, ես ինքս կգամ այդ տվյալ հասցեով, մարդկանց էլ կփոխանցեմ տոմսերը, համեն մի երկու բառ էլ կզրուցենք, կշփվենք ու կգնանք մեր գործերին։ Այնպես որ սա մեր բոլորի ծրագիրն է, կազմակերպչական մասը իհարկե հոպի ներկայացուցիչներն են անելու, բայց սա բոլորին է, մենք սիրով սա կիսվում ենք ձեզ հետ։ Սա կիսվում ենք ձեզ հետ։ Ու կարծում ենք, որ լավ բան ենք կիսվում ձեզ հետ, դուք չեք հրաժարվի։ Չգիտեմ։ Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան, անչափ շնորհակալ եմ փոխհմբռնման համար, անչափ շնորհակալ եմ եթերը դիտելու տարածելու համար, շատ շնորհակալ եմ ակտիվ լինելու եւ եթե բաց նախաձեռնություն, բաց երկխոսություն նախաձեռնությունը ձեր միջավայրում նույնպես խոսեք, տարածեք մինչև մայիսի 30-ը մենք շատ շնորհակալ կլինենք ձեզանից։ Լավ եղեք, բարի գիշեր ձեզ, ամեն ինչ շատ լավ է լինելու, մենակ թե դուք ձեզ թույլ մի տվեք թուլանալ, հիասթափվել, չգիտեմ, ինչից ուզում է լինի։
հիասթափություն բառը շատ վատ բառ է, գործ չունեք դրա հետ, թող մնա, հետո կհիասթափվելու ժամանակ։ Հիմա դրա ժամանակը չի, հիմա գործելու, քաղաքացու գործելու պահն է։ Այսինքն, երբ որ ասում ենք մենք ենք տերը մեր երկրի, նախ եւ առաջ պիտի իսկապես հավատանք, որ մենք տերն ենք մեր երկրի ու որոշակի գործողություններով պիտի լինենք ակտիվ, ցույց տալով ու ներկայացնելով, պաշտպանելով նաեւ մեր երկրին տեր լինելը։ Այլապես 1000 գելու գազանի աչք կա ամեն ինչի վրա, վստահ եղեք։ Լավ մնացեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, բարի գիշեր ձեզ։ Դեռ կխոսենք, էլի շատ կխոսենք այս ամեն ինչի շրջանակներում։